Մտահոգ, ծանր ու վտանգավոր օրեր են ապրում։ Ինչ ասում է։ Քանզի Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ։ Անպարկեշտ, լուրջ ես ասում։ Գործադրում մեղադրանքներ ու բռնաճնշումներ հոգևորականների նկատմամբ։ Մի հատ կհիշեցնես, որ թատերականներ դու ավարտել Ռուսաստանի թե Հայաստանի, օրս արև։ Միթե հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը հանցավոր ու դատապարտելի չէ։ Քրեական հետապնդում հարուցելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում չէ։ Իա, մարդու իրավունքներն են հիշեցիր։ Իսկ որ այդ քաղաքացիների նկատմամբ տերորիստական ակտեր էիք ուզում իրականացնեիք, այդ ժամանակ մարդու իրավունքները երևի զուգահանում ընդեղ ավել էր անում, հա։ Միթե շինծու կեղծ մեղադրանքների հիման վրա հոգևորականներին ու եկեղեցուն աջակցող ազգային բարերարին ու հայրենասեր հայրենիներին ձերբակալելը անօրինություն չէ։ Շինծու ասելուց առաջ, այ հոգնած, հələ մի հատ բերփաստի որ շինծու է։ Այսինքն այդքան ձայնագրություններ, այդքան զենքեր, այդ ամեն ինչը որ հանում են ջրի երես, դնում են մրթիթ, դա շինծու է, լուրջ ես ասում։ Ուզում ես ասեմ շինծուն ով է, ինչն է, հենց շինծուն դու ես։ Առաջին շինծուն դու ես, որ ընդհանրապես եկեղեցու հետ կապ չես ունեցել, բայց վդրուկ մտել ես, այդ պաշտոնները տտենց դասրոշնի հանձնել ես, դարել ես Մոսկվայի եսիմ ինչը։ Շինծուն դու ես, մեկ էլ քո աղբերն է շինծու, հասկացա՞ր։ Միթե Արցախի հայաթափումը, եկեղեցիների բռնազավթումը, եկեղեցական կանոնների ոտնահարումը հայրենադավություն ու հավատուրացություն չէ։ Արցախի համար դիմի պապայիդ, այն որ մի տրուբի համար Արցախը տվեց, տրուբի հետ փոխեց Արցախը։ Ու Արցախի համար այտենց սրտաճամլիկ մի խոսա էլի, որտեվ Արցախը քո ոտերին չի եղել։ Արցախը եթե քո ոտերին էր, մեկ էլ են ԲԳ աղբերդ, եթե տենց մի հատ լավ մտածում եք այդ Արցախի մասին կամ տենց վատ եք զգում ձեզ, դուք արցախցիների համար գոնե մի բան կանեիք, միլիարդատերեր։ Մի կոպեկ էլա դուք արցախցիների համար բան արած չունեք։ Իսկ որ ձեր պոտլերը հանեց գազի տրուբի հետ փոխեց Արցախը, մեկը չծպտացիք։ Ինչ հասնում է եկեղեցու բռնազավթումը։ Այդ որ քոչի նստելու հետ մեկտեղ մեր կառավարությունը գլխատելու օրով բռնազավթ է նստել է, դա փաստ է։ Պրոստը հասցեն ես շփոթել էլի, խառն է շատ։ Իսկ ինչ հասնում է ոտնահարումը եկեղեցու կանոնների, ախպեր ջան, ըլը մի հատ ֆրա շուշ բոլորդ նայի, տես 4 կոմոդ ինչ գոմիկներ են։ Ինչ պղծվածներ են, այն քերականոշն էլ չհիշեցնեմ, էլի լավ հիշում եք, էքսպերտիզան էլ գրգեցիք, տեսակ որ այդ վիդեոն չոտքի վիդեո է։ Ու տես լիքը վիդեոներ կա։ Անենց որ դու այդ մասով вообще սուս, այն գագոյի ասած նարա դու սուս։ Հասկացար։ Իսկ իմ հավատը Աստծո նկատմամբ ինքը անկախ եկեղեցուց է։ Դու լնես, չլնես, ընդհանրապես գոյություն չունենաս, քո այդ շենքով։ Ես իմ հավատը ունենալու եմ, նենց որ դու չես այդ հավատը բերողը, դու չես այդ հավատը տվողը։ Հակառակը հայ ազգը նայում է ձեզ, ուզում է դառնա աթեիստ։ Հասկացա՞ր։ Միթե ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր էր պատկերացնել, որ մի օր հրաժարվենք մեր ազգային ինքնության խորհրդանիշներից, ցեղասպանության պահանջատիրությունից։ Ինչ ասում է ազատ անկախ Հայաստանում։ Դու ազատ անկախ Հայաստան ստեղծած կաս։ Այդ մենք ենք ստեղծում ազատ անկախ Հայաստան։ Կամ ի՞նչ է նշանակում ինքնությունից, ցեղասպանությունից հրաժարվում ենք։ Այդ ով է հրաժարվել։ Այ կլյաուզնիկ։ Սովորեք, չէ՞ շեշտ բլթսնելու։ Ինչա, այդ որ համալիրը դրել ես, ինչա, քանդել ենք համալիրը։ Դե արի, ես քեզ հրավիրում եմ, հաթաթ այդ տուֆի քարերա, ինչա, սաղ մի հատ կերցնենք։ Խմբակային ձեզ։ Մենք խստագույնս դատապարտում ենք հայ ինքնության դեմ ազգակործան այս գործողությունները։ Հələ տեսեք ով է խոսում, ազգակործան գործողությունների մասին։ Հələ տեսեք ով է դատապարտողը, Ֆողեմ գլուխդ, դե արի մի ասա։ Դրանք հակաօրինական, հակաեկեղեցական, քաղաքական ուժի դրսևորումներ են եւ ունեն հատուկ նպատակ։ Հատուկ նպատակը էդի հաստատ, բայց հակաօրինական, հակաեկեղեցական, то լավ է, чья бы корова мычала, твоя бы молчала, сука։ Ամենահակաեկեղեցականը դու ես։ Սև եկեղեցում արած գործողությունները երևի մոռացել ես, հա։ Դու դրանք չպետք է մոռանաս։ Դրանք քեզ
Այն որ ասում եմ ուժաստիկ, այդ այնց երազները ամեն օր պետք է գա։ Դու այդ բոլոր հոգիների, այդ բոլոր մարդկանց կյանքերը, որոնց որ խլել եք, բոլորը ձեր երազներին պետք է գան, հատ-հատ։ Դուք հակապետական չմոներդ, նենց օրը պետք է ընկնեք, որ դուք ձեր շողքից վախենաք, այդ օրը դուք պետք է ընկնեք, ու այդ օրը գալու է։ Ոնց ջոգեցի, Պուտլերը լավ սխմել է քեզ։ Եթե հանկարծ Պուտլերը այդ հարցում օգնության կարիք ունենա, թո զանգի։ Ոտնակող անել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հայ եկեղեցու ինքնավարության իրավունքը եւ խաթարել նրա բնականոն գործունեությունը։ Պետական, բնական գործունեությունը դուք խաթարեցիք։ Ասեմ ավելին, դուք տերորիստների նման ձեզ պահեցիք։ Դուք ուզում եք այս պետության մեջ քաոս ստեղծեիք, որտեվ քոչը ասել էր ինչ որ հոգեվորական պետք է լինի առաջնորդի, որտեվ ինքը գիտի, որ իրան տանձի տեղ դնող չկա։ Դրա համար էլ մազերները գզեցիք, Աստծուն օտպուսկ ուղարկեցիք ու հելակ տրաս։ Խաթարելով այդ նույն սահմանադրությունը, որը դու հիշեցնում ես, չհասկացա։ Այդ սահմանադրությունը ձեզ խախտելը կարելի էր։ Իսկ մեզ օրենքով շարժվելը ոչ։ Լուրջ ես ասում, այ հոգնած։ Ու մոլորեցնել հայ հասարակությանը, նսեմացնել ազգային արժանապատվություն, ոտնահարել աշխարհասփյուր միլիոնավոր հայրենիների կրոնական զգացումները։ Այ վիժվածք, ոտնահարել, նսեմացնել արժանապատվությունը եղել է 30 ու ավել տարի, ձեր ձեռքով։ Հետ դուք եք նսեմացրել։ Այն որ հիմա թուրքը խնդում է հայի վրա, այն որ շատերը ծանր են տանում, այդ դուք եք արել, դուք եք հասցրել դրան։ Մենակ առաջին նվաստացումը ու նսեմացնելը, գիտեք որն է։ Այն որ դուք այս ժողովրդին կրթություն չեք տվել։ Այս ժողովրդից ուզեցել եք համբալ սարքեք։ Ու որոշ չափով ձեր մոտ ստացվել է։ Այս ժողովուրդը բացի անեցքից ու քֆուրից բան չգիտի։ Էդի ձեր ջանքերով է այդպես եղել։ Ձեր պահվածքով, որ հիմա գնում են ծախվում են ու կապ չունի ինչ են ստացել այս տարիների ընթացքում, արդեն բնազդի մեջ է, պետք է ծախվեն։ Այդ դուք եք արել եք քան բանը, այդ դա է նվաստացում։ Սփյուռքի նվաստացումը ու նսեմացումը նա է, որ դուք տարիներով քերել եք այդ սփյուռքին ու խաբել եք ու ոչ մի բան չեք արել։ Ոչ պետության համար, ոչ էլ արցախցու համար։ Ոչ մի բան, այս սա է նսեմացում, երբ որ դու հասկանում ես, որ այդքան տարի խաբված ես եղել։ Իսկ դուք ձեր նման անբարոյականները հոգևոր պոռնիկները պատի պատժվեն, այո, իրանք պետքա լքեն մեր եկեղեցին։ Այդ պղծերդ, դուք պղծերդ, պետքա Աշոտյանը լնեք մեր եկեղեցուց։ Կործանել դարավոր այն կառույցը, որ եղել եւ մնում է հայոց պետականության անսասան հենասյունը եւ հայոց ինքնության երաշխիքը։ Եկեղեցին հայոց ինքնության երաշխիք չի կարա լինի։ Մենակ այն պատճառով, որ դուք եք նստած եկեղեցում, որովհետեւ դուք եք եկեղեցին պարկացրել եք ռուսի տակ, Կիրիլի տակ։ Մեր եկեղեցին նստում հելնում շնչում անենց, ոնց որ Կիրիլն է ուզում։ Նենց որ ինքը չի կարա լինի հայի ինքնության երաշխիքը, իսկ պետության առավել եւս։ Իսկ Սեր Աստծո վազն եկեք։ Հայոց պետության հենասյունը իմ օրենքն է, իմ սահմանադրությունն է, որը իդե պետքա փոխվի։ Իմ դրոշն է, իմ գերբն է, իմ սահմաններն են, իմ զինվորներն են, իմ գիտակից ժողովուրդն են ու իմ հայամետ ղեկավարն է, հասկացար, անհաս, տահաս։ Մնացած կոչդ ու ոռնոցդ չեմ դնում, ինչի, որտեվ ավելնորդ է, ուրեմն ուշադիր լսի, մզալու եք սաղդ։ Սաղի քթները քսվելու է ասֆալտին։ Սաղի տես մտադրված իմ դրոշի վրա տարենգի թռնելը չի ներվելու։ Բոլորդ պատասխան եք տալու ու իզուր հույս մի տվեք ձեզ։ Էս ինչքան էլ ուզում ա բերեք կինոներ նկարահանեք ու ցույց տվեք թե ինչքան շատ եք, չկաք ու չեք էլ լինի, գիտեք ինչու, որովհետև հայի գենը խոսում է։ Ինչքան էլ դուք փորձեցիք այս ժողովրդից դարձնեք փալաս, այս ժողովրդի գենը խոսում է։ Մեջները կան կիսահայեր։ Դե պատահում է, դե այդքան դար ապրել ենք թուրքի տակ, ռուսի տակ, նորմալ է։ Բայց դուք բոլորդ ծնկաչոք եք ապրելու հետագայում, ծնկաչոք, ու գիտես խի, որովհետև այս 10%-ը, որ Աստված պահել է մեր համար, եկել է ժամանակը, որ պատասխան տան բոլոր նրանք, ովքեր բերին ու դարձրին 10%-ի, հասկացար, տավար։